Այսօր տրամվայի կարելի է հանդիպել աշխարհի շատ երկրներում, բայց ոչ մեզ մոտ։ Այդպես որոշվեց, ինչ արած։ Անկախացումից ի վեր շատ բան փոխվեց։ Նույնն են փողոցները իրենց փոփոխված անվանումներով, քիչ թե շատ նաև շենքերով։ Նույնն են նաև հուշարձանները, իհարկե ոչ այսպիսի պատկերով։ Նույնը եւ նույնը չենք նաև մենք։ Փոխվել ենք։ Դե ոչ իհարկե, մնացել ենք հյուրասեր, քեֆչության համբավը չշղարշող, զորակցող ենք դիմացինի դրության մեջ մտնող։ Սեփական շահը ասում են ժամանակի թելադրանքով է, որ երկրորդ պլան չի մղվում։ Զարմանում ես, բայց դե զուգակցում ենք։ Այդպես շարժվում ենք նաև հայկականի ու եվրոպականի խաչմերուկում։ Եվրոպականը սիրում ենք, բայց չենք մոռանում ընդգծել։ Առաջնայինը հայկականն է։ Հյուր ենք ընդունում, հարգում, պատվում ենք տանը, ռեստորանում, եվրոպական պատերի ներքո հայկական ուտեստով, զուգակցում ենք, մնում է հյուրերն էլ մեզ հասկանան, կհաջողվի, ինչ արած ժամանակներն այդպիսին են, հայկականն իսկապես հայկական, ավանդական, միջավայրով կարելի է ներկայումս տեսնել և ցույց տալ Երևանի սակավ անկյուններում, պահպանել այն, ինչ տարիներ անց բոլորը երանի կտան։ Սա էր 20 տարի առաջ իր գործունեությունն սկսած Հին Երևան ընկերության սկզբունքն ու նպատակը, այն իսկապես հաջողված է։ Փոքրիկ երեխու պես մենք ծնել ենք, այսօր փայփայել ենք, մեծացրել ենք եւ ունենք այսօր 20 տարեկան զավակ եւ մի քանի օր առաջ շատ հպարտությամբ մենք նշեցինք այդ փաստը։ Այստեղ եղել են գրեթե բոլորը, բոլորն իրենց հյուրերով, այստեղ հայկական ավանդական միջավայրն է։ Երբ որ մտադրություն եղավ տարածքացնել մեր սպասավորներին, ասեմ ձեզ, որ շատ մարդիկ թերահավատությամբ էին լցված այդ փաստին, որ ոնց կարելի է տարածքացնել ու մարդկանց որպես սպասավոր աշխատել։ Հիմա ոնց են ընդունում։ Գիտեք, ոչ թե հիմա, այլ հենց բացման ժամանակ, բացումից երևի 1-1.5 տարի հետո շատ դրական, որովհետև միանգամից ասեմ ձեզ երևի սփյուռքահայությունն ավելի շատ դրական ռեզուս տվեց այդ հանգամանքին, որ տեսան մեր տարազները, որից հետո ասենք մեր նվագախմբերը սկսեցինք տարազը հագցնել։ Եթե անդրադառնանք անգամ նկարներին, սա ուրեմն ասեմ ձեզ Եվրոպայում ընդունված ձև է եւ մարդիկ փաստում են իրենց հյուրերին։ Գերազանց ընդունելություն, հիասքանչ սպասարկում, հայ մարդու ապրելակերպի կենցաղի պատմության մասին պատկերացում կազմելու լավագույն օջախ։ Ահա թե ինչ է հիշում հանրահայտ երաժիշտ Պեդրո Յուստաշը, որը հանդես է եկել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսին օրինակ Յանին է։ With my very dear friend Ara Gevorgyan, I went to a restaurant. One day he took me there to Old Yerevan, the restaurant. Հին Երևանում եղել եմ Արա Գևորգյանի հետ, պետք է ասել, որ տպավորված եմ, այնինչ գտա այնտեղ, այլ վայրերում գտնել հնարավոր չէ։ Ուզում եմ ընդգծել նաև Հին Երևանում հնչող երաժշտությունը, իսկ Սարերի Հովին Մեռնեմը չտեսնված էր։ Սարերի Հովին Մեռնեմ. Shot love. So beautiful.
Երևանից բարձր տպավորություններով են հեռացել նաև բարձրաստիճան պաշտոնյաները։ Նրանք մեր մասին գրում են համապատասխան հուշամատյանում, ընդգծում է Հին Երևան հոլդինգի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանը եւ նրանցից առանձնացնելով Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին հիշում մի պատմություն։ Ժակ Շիրակը, որ մեր մոտ ճաշելուց հետո, ուրեմն այդ նկարը հին, որը որ դուք նոր տեսաք, Շարլ Ազնավուրն է, մայրն է, մեծ մայրն է եւ քույրը, հա։ Դուրս գալուց ինձ հարց տվեց, ասեց, «Էս ինչ նկար է», ինչ որ հայկական կերպարներ են, եւ ես բացատրեցի նկարնումն է, իրականում ինքը մի պահ սենց աչքերը մեծացավ, ասեց, «Այն փոքր նկարը Շարլ Ազնավուրն է», ասեց, «Ես խնդրում եմ, կարամ ես իր նկարի հետ նկարվեմ»։ Հա, մենք տեսանք պատից Ես այ հիմա էլ եմ, որ հիշում եմ, դա ամբողջ մարմինս փշաքաղվում է, ուրեմն Ժակ Շիրակը, եթե նախագահ Ժակ Շիրակը աշխարհի երկրագնդի վրա մնաց որպես Եվրոպայի մայրաքաղաքի նախագահ, հա, ինքը իր իմունիտետը, իր գաղափարը, իր հսկայական էր շատ։ Էտալոն էր որպես համարվում։ Ժակ Շիրակը այլ ոչ թե պրոստ ուրիշ ինչ-որ մեկը։ Իհարկե կան հայեր, որոնց միայն անունը բավական է երկիրը խորհրդանշելու համար, սակայն մեզանից յուրաքանչյուրը ևս կարող է կատարել գործ, որը չի բխի միայն շահութաբերության սկզբունքից, չէ որ մեր հայ մնալու միակ կռվանը մշակույթն է, իսկ դրա պահպանումը յուրաքանչյուր հայի պարտքն է։ Հին Երևան ռեստորանը դա փոքրիկ մշակութային օջախ է, որտեղ հավաքվում էին, կարող եմ ասել, մեր հանրապետության ամենահայտնի, ճանաչված, սիրված արտիստներ, ինչպիսիք էին հենց բացման օրը կար Հովհաննես Բադալյանը, կար Օֆելիա Համբարձումյան, Ռուբեն Մաթևոսյան, Ռայսա Մկրտչյան, Աշոտ Ղազարյան, չգիտեմ, Հին Երևանի այո, ի սկզբանե հենց բացվեց, դա այն յուրահատուկ տեղն էր, որտեղ հնչում էր միայն եւ միայն ակուստիկ առանց հոսանքի երաժշտություն։ Կանադայից մի խումբ էր եկել, խումբ ասելով երկու ընտանիք էին եւ օդանավակայանից մինչեւ հյուրանոց հասնելը գիշերը ժամը 12-ից էր, արդեն մենք 12-ին ժամը փակվում ենք։ Ժամը 12-ին մոտ զանգահարեցին եւ խնդրեցին, որպեսզի մենք չփակվենք, գան ստեղ ճաշեն, նոր գնան հյուրանոց, քանզի իրենց մոտ այնքան շատ են պատմել Հին Երևանի մասին, ու այսօր ի ուրախություն մեզ, ի ուրախություն հանձինս ինձ, ասում են Հայաստան գնաս, Երևան գնաս, Հին Երևան չմտնես, համարի որ չես գնացել։ Բացի բարքերից ու սովորույթներից, որոնց պահպանումը մեր զրուցակցի պնդմամբ դեռ լավագույնս է պահպանվում, այնուամենայնիվ Երևանի շնչին հասնելու համար դեռ երկար անելիք ունենք։ Ասում է հպարտանում եմ, երբ մի ազգ կամ պետություն տեր է կանգնում իր ունեցածին, ներկայացնում այն հնարավորինս բոլոր ասպեկտներով ամենատարբեր տեղերում ու համաշխարհային համբավ ունեցող հեռուստաալիքներում, իսկ մենք մոռանում ենք, թե մեզ մոտ զբոսաշրջիկը ինչ կարող է տեսնել։ Ցանկացած մարդ, որ ուզում է տեսնի Մասիս սարը, գնում է Թուրքիայի տոմս, օդանավի։ Պետք է ասել ժողովուրդ, Մասիս սարը տեսնելու համար պետք է գնեք Հայաստան, Երևան, տոմս, որտեղ կտեսնեք Նոյան տապանը եւ կտեսնեք սարի ռելիեֆը մեր կողմի վրա։ Ես մի անգամ այս միտքը նորից արտահայտեցի։ Մարդուն կարդալու համար պետքա դեմքին նայես, որ հասկանաս մարդու աչքերին տինայես մարդու բնազդը հասկանալու համար։ Մենք սարին, եթե Թուրքիա են գնում, սարին նայում ենք ծործորակից, որը որ գեղեցկություն չունի։ Մեր սարը այսքանից է երևում հետևից, շատ ինքը փոքր բան է, որտեղ ռելիեֆ չունի։ Այս ամբողջ ռելիեֆը, այս Մասիսն, Արարատյան լանջն է այս իջնում, դեպի Հայաստան է իջնում։ Ստեղից է իր դիտակետը, իր աչքերը սարի այս կողմից է։ Եթե ուզում եք դուք տեսնեք սարին ու հասկանաք դա ինչ է նշանակում, հա, 5165-ը, պետք է գաք Հայաստան։ Հին ազգ ենք, շատ հին, նույն այստեղ է իջել, եւ թերևս սա էր, որ ծնունդ տվեց Նոյան տապանի կառուցման մտքին, ընդգծում է Հին Երևան հոլդինգի նախագահը, սակայն այն ինչպես տեղեկացվեցինք եւս հարթ չի ընթանում։ Մեր հարստությունը մինչև օրս մեր մշակույթն է,
եւ դա Աստծո կողմից է տրված, որ Հայաստանը այս ժայռաշխարհը туриզմի ինդուստրիայի խթան պետք է հանդիսանա եւ տվել է Մասիսար, տվել է այդ մշակութային սաղ գործոնները, ուղղակի ասել է ճիշտ օգտագործեք։ Մենք հիմա հայտնվել է մարդ, ես ուզում եմ անպայման շեշտեմ դա, որը որ ամեն մարդկային գործոնը օգտագործում է ու ինձ արճակատ ասեց Ժորես Խաչատրյան, որը որ ամեն ինչ ասեց կանեմ, որ դու այդ պրոյեկտը ստեղ պետքա չլինի, ասի ինչի համար, ասեց ես չեմ ուզում, ասում եմ, որ հողակտորի տակ կա հնավուրց Արտաշատ մայրաքաղաքը, մենք կարանք Նոյի տապանը կառուցենք մի քիչ այլ վայրում, մետր, 200 մետր են կողմ, Կարմիր գոտուց այն կողմ, որտեղ որ պետությունը որպես պատմամշակութային հող չի ճանաչում, ես համաձայն եմ, բայց իրականում հասկանանք 2000 տարի այդ հողի տակ մնացած քաղաքը կա թե ոչ։ Իր հետևը կանգնած արշավախումբ, գիտնականների, որ իրականում գիտնականներ են, ոչ մեկ այսօր իր հետ համամետ չի։ Առանձին հանդիպել եմ յուրաքանչյուրի հետ։ Ու վախից, որպեսի չարտահայտվեն իր մոտ, ինձ խնդրում են, ասում են, ազատեք մեզ Ժորեսի ճանկերից։ Ճանապարհը փշոտ է, բայց հարթվող, միշտ բարին է հաղթում, ընդգծում է Մանվել Տեր Առաքելյանը եւ հավելում. Հին Երևան հոլդինգը մշակութային արժեք է պահպանում, եւ սա էլ համոզված եմ, մի օր իրականություն կդարձնենք։ Հին Երևանն իր մի քանի սրաններով Հայաստանում, հայի եւ օտարերկրացու համար, Հին Երևանն աշխարհում կլինի նաեւ եվրոպական խոշոր քաղաքներում, հայկական տարազով սպասարկումը պետք է ներկայացված լինի նաեւ այնտեղ։ Ռեստորանը միայն ճաշելու վայր չէ, այս արտահայտությունը արդեն տարիներ շարունակ խորտ չհամարող Հին Երևանի աշխատակազմը լավագույնս է կազմակերպում, հայկական մշակույթը պետք է ներկայացված լինի ամենուր, հայի շունչն ու ոգին պետք է զգացվի ամեն քայլափոխի, տեսնես մտածում ենք, ավելի մանրամասն արդեն բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ առաջիկայում։